Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Հովսեփ Խուրշուդյանի կողմից վարվող YouTube-ի Մալիքի հեղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Բարև ձեզ Նարեկ ջան։ Պարոն Խուրշուդյան, Երևանում տեղի ունեցավ Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումը, որին տարբեր երկրներ տարբեր մակարդակներով էին ներկայացված, վարչապետ, արտգործնախարարներ, խորհրդարանի ներկայացուցիչներ, դա ինչ տվեց եւ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, թեզերը, արդյոք այս միջոցառումը որևէ դրական նպաստ ունենալու է, թե ոչ։ Միանշանակ շատ կարևոր է, որ Հայաստանում վերջապես սկսել են այնպիսի ֆորումներ կազմակերպել միջազգային դիվանագիտական, որոնք որ հնարավորություն են տալիս միջազգային տարբեր երկրների, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկտեղել եւ հաղորդակցել Հայաստանի տեսակետները։ Այն ինչ որ Ադրբեջանը անում է շատ վաղուց, որ ասեմ շատ մեծ ինչ որ գումարներ են պետք դրա համար, չէ, ուղղակի մոտեցում է պետք եւ այդ մոտեցումը երկրորդ տարին է արդեն ցուցաբերվում է արտգործնախարարության կողմից, շատ ողջունելի է։ Նաեւ կարևոր է, որ հրավիրվում են նաեւ տեղում Հայաստանից, քաղաքասարակության ներկայացուցիչներ, փորձագիտական շրջանակներ, լրագրողներ եւ հնարավորություն է տրվում այսպես կապ հաստատել նաեւ դրսից եկող դիվանագետների, բայց նաև փորձագետների հետ։ Իդեպ շատ կարևոր էր այս տարի ահագին յետացարդ փորձագետներ եւ նոր ընդունված ֆելոներ, այսինքն այն յետացարդներն են, որոնք այսպես փորձաշրջան են անցնում տարբեր դիվանագիտական մարմիններում արտասահմանյան եւ որ ասում է ապագան իրենցն է։ Իրենք կամաց-կամաց աճելու են, տեղ են զբաղեցնելու իրենց երկրի արտաքին դիվանագիտական կորպուսներում եւ հիմիկվանից Հայաստանի տեսակետներին ծանոթ լինելը, Հայաստանին ծանոթ լինելը, Հայաստանի հետ կապեր հաստատելը, մեր հետ կապեր հաստատելը մեզ էլ եւ իրենց էլ փոխադարձաբար այսպես օգտակար է լինելու, այնպես որ շատ կարեւոր միջոցառում էր։ Դե բովանդակային մասը իհարկե միշտ երկրորդական է նման հանդիպումներում networking-ի հետ համեմատ, այսինքն ցանցավորման կապեր հաստատելու համեմատ, բայց բովանդակային մասն էլ հետաքրքիր էր։ Կարևոր էր, որ շատ բարձրաստիճան նաև պաշտոնյաներ կային, Սլովակիայի վարչապետը, գիտեք, տարբեր երկրների փոխնախարարներ, նաև նախարարներ, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի այդ գրասենյակի գլխավոր քարտուղար եւ այլն, ասեմ, որ շատ կարևոր միջոցառում էր։ Կարծում եմ, որ պետք է հաճախակյանա, այսինքն տարի մեկ այսպիսի բան անելը բավարար չէ, նաեւ այլ թեմատիկ կարող են լինել, թեկուզ ավելի նեղ շրջանակով փորձագիտական հանդիպումներ, օրինակ էներգետիկ անվտանգությանը նվիրված, լոգիստիկ խնդիրներին նվիրված, տարածաշրջանային անվտանգությանը նվիրված, այդպիսի միջազգային միջոցառումներ է պետք անցկացնել։ Իդեպ շատ լավ է, որ իմացանք հենց այդտեղ էլ հնչեցվեց դա, որ մյուս տարի ունենալու ենք Հայաստանում եվրոպական համայնքի այդ համաժողովը, հերթական, թեև ոնց հասկացա, հետո այլ տեղից իմացանք, որ դրա դիմաց Ադրբեջանն էլ 27 թվականին է տրվել այդ հնարավորությունը հյուրընկալելու, բայց այդ մեզ այդքան վատ էլ չի, ինչքան շատ այսպիսի միջոցառումներ լինեն թե Հայաստանում, թե Ադրբեջանում, որոնք որ եվրոպական ուղղորդմամբ են եւ ղեկավարմամբ, այնքան ավելի այսպիսի օրակարգերը կգերակշռեն, փոխադարձ հարգանքի եւ ուրեմն դեէսկալացիայի։ Սա դավաճանական է Ռուսաստանի նկատմամբ, Լավրովի ասածն էր դա, որ ցանկալի չի Ռուսաստանի ոչ բարեկամ թշնամի պետություններին հյուրընկալել, այդ միջոցառումը կազմակերպել, ասում է, չնայած մենք թողնում ենք մեր հայ գործընկերների որոշմանը, բայց նաև ունենք մեր գնահատականը։ Նախ սա ինչպես կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, պետք է այս հարցը մտահոգի Հայաստանին, թե ոչ։ Ոչ, չպետք է մտահոգի եւ բարեբախտաբար ես ոնց հասկանում եմ Հայաստանի իշխանություններին չի էլ մտահոգում նման դիրքորոշումները Լավրովի եւ ոչ էլ Պուտինի, Այն ինչ որ Հայաստանի դեմ արվել է այդ երկրի կողմից, Ռուսաստանի կողմից,
լիովին Հայաստանի ձեռքերի ազատում է ամբողջական եւ լիարժեք ինքնիշխան քաղաքականություն վարել։ Այդ չեմ ասում նրա մասին, որ ընդհանրապես նոնսենս է, երբ որ ինչ-որ երկիր գալիս է ասում է, գիտեք, միջոցառում մի անցկացրեք ձեր երկրում, ինչ-որ միջազգային հավաք մի անցկացրեք։ Իդեպ միայն այդ եվրոպական քաղաքական համայնքի հավաքը չի լինելու, մյուս տարի նաև COP17-ը, հա, այդ կենսաբազմազանության կարծեմ նվիրված այդ համաժողովն է լինելու, որ էլի շատ կարևոր է։ Ու էլի 2 տարի հետո էլ Ադրբեջանում է լինելու դա, այսինքն 28 թվականին այս դեպքում արդեն կարծեմ, բայց էլի լավ է, ինչքան միջազգային հետաքրքրությունը մեր տարածաշրջանի վրա սևեռվի, այդ կարգի միջոցառումները շատանան մեր տարածաշրջանում, այնքան կլիցքաթափվի մթնոլորտը, գոնե կնպաստի լիցքաթափման, հա, այսպես ասենք։ Բայց այդ օրինակ միջոցառման անցկացում ինչ է տալու, պարոն Խոշոդյան, գալու են այդ միջոցառմանը, հա, ազդեցիկ գործիչներ են գալու, հետո թողնելու են գնան։ Դա ինչ կանով է նպաստելու Հայաստանի դեպի Եվրոպա գնալուն։ Ընդ որում, երբ որ Միրզոյանը հայտարարեց, որ մենք հայտ չենք էլ ներկայացրել։ Այո, հայտ չի ներկայացվել, բայց չի նշանակում, որ չի ներկայացվելու։ Ընդհանրապես փաստ է արձանագրվում, որ իշխանությունները համարում են, որ այս պահին պատրաստ չեն հայտը ներկայացնել։ Իդեպ հայտ ներկայացնելու համար էլ էլի քայլեր է պետք անել, որը որ մենք մեր կարծիքով շատ դանդաղ են արվում եւ դրա մասին անդադ մենք բարձրաձայնում ենք։ Բայց այն որ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելուց հետո Հայաստանի նման հնարավորություն է տրվում, հա, եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը հյուրընկալելու, դա նշանակում է, որ առանձնապես մեծ ազդեցություն ինչ-որ բացասական չի թողել հայ-եվրոպական հարաբերությունների վրա այդ այցելությունը։ Մենք իհարկե խստորեն քննադատել ենք իշխանություններին դրա համար, բայց ես այն ժամանակ էլ ասել եմ, որ չեմ կարծում, որ այդ այցելությունը ինչ-որ լուրջ հետևանքներ ունենա, որտեղ կարևոր են իրական քայլերը, այլ ոչ թե այդպիսի ձևական ինչ-որ այցելությունները։ Եվ այդպես էլ եղավ, ուրիշ հարց, որ ոնց հասկացանք այդ այցելությունից ոչինչ Հայաստան չստացավ, որտեղ մենք հույս ունենք, որ գոնե ինչ-որ բան Մոսկվայից Նիկոլ Փաշինյանն իր հետ բերելու է, եւս մեկ ինչ-որ ինքնիշխանության էլեմենտ, հա, ինչ-որ նոր բան Հայաստանի համար, Ռուսաստանից կախվածության գոնե նվազման հերթական ինչ-որ քայլ, բայց կարծես թե այս անգամ չի եղել նման բան։ Ոնց հասկացա, Պուտինը առանձնապես տենց շատ ջերմ չի էլ ընդունել Նիկոլ Փաշինյանին, որտեղ կարծես թե հանդիպում առանձնազրույց չի եղել։ Այսինքն այնքան որ այսպես քաղաքավարական քայլ է արել Հայաստանի վարչապետը այդ մասնակցություն ունենալով, լավ է գոնե հայկական զորքերը չքայլեցին այսպես Ադրբեջանի պոչ-պոչի կպած։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ այդ կարգի միջոցառումները կարևոր են, դա գնահատման նշան է, գնահատելու Հայաստանի որոշումը եւ նաեւ Հայաստան գալ այդքան բարձրաստիճան դիվանագետների հնարավորություն է տալիս եւս մի առիթ է տալիս Հայաստանի տեսակետները հաղորդակցելու։ Իսկ այսօրվա աշխարհը, դուք գիտեք, ընկալումների աշխարհ է։ Իրական է այն, ինչ որ ընկալվում է որպես իրական այդպեսին, հա։ Եվ քարոզչությունը դրա համար էլ այդքան մեծ տեղ է զբաղեցնում եւ Ադրբեջանը պատահական չի, որ քարոզչությանը իր տեսակետների հաղորդակցման այդքան մեծ նշանակություն է տալիս։ Մենք նոր-նոր հիմա փորձում ենք հասնել Ադրբեջանի այդ ծավալներին, այդ հաղորդակցման աշխատանքների ծավալներին։ Հասկանալի է, դրա համար միջոցներ են պետք, բայց այդ այն միջոցները չեն, որ արժե խնայել։ Հենց այդ այն ուղղությունն է, որ արժե ոչ մի միջոց չխնայել եւ այդ կարգի միջոցառումները շատացնել, ել եմ ասում, տարբեր ոլորտներ տանել նաեւ։ Պարոն Խուշուդյան, ինչով էր կարևոր Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան։ Ես կարծում եմ, որ բացի այս Երևան երկխոսություն հենց այս համաժողովին մասնակցելը, Ֆրանսիայի արտգործնախարարը նաև կարևոր հարցեր է քննարկել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների ձևակերպման հարցում, եւ ես հույս ունեմ, որ դա կբերի վերջի վերջո ռազմավարական գործընկերության փաստաթղթի խարտիայի կամ որևէ այլ փաստաթղթի ստորագրմանը,
Բացի մենք պետք է հասկանանք, որ ընդհանրապես Եվրոմիության հետ հարաբերությունները, եթե մենք առաջներում ուղիղ էինք անում Բրյուսելի հետ, հիմա բացի այդ ուղիղ խողովակից, բնականաբար դա միշտ էլ կա, հիմա նաև Ֆրանսիան է դարձել այսպես հովանավոր այդ հարաբերությունների զարգացման, որտեղ Ֆրանսիայի դերը, քշիռը կտրուկ ավելացել է Եվրոմիությունում, այն բանից հետո, երբ որ Միացյալ Նահանգները ձեռքը քաշել է Եվրոպայից, այսինքն Եվրոպայի պաշտպանելու իր այսպես հանձնառությունը թույլատրում է, նվազեցնում է եւ Եվրոպայի մյուս երկրները, փոքր երկրները, այսպես արդեն իրենց ներսում փնտրում են առաջնորդ, երկիր առաջնորդ։ Բնական է, որ Ֆրանսիան այդ առաջնորդներից առնվազն մեկն է, եթե ոչ գլխավորը, որտեղ ունի միջուկային զենք, Եվրոմիության միակ միջուկային տերությունն է։ Ֆրանսիան ունի ամենազարգացած ռազմական արդյունաբերությունը Եվրոմիությունում եւ համաշխարհային մասշտաբով էլ երրորդն է իր արտահանումներով ռազմական ուրեմն նյութերի, սպառազինությունների, հա, տեխնիկայի, ռազմական տեխնիկայի եւ այդ առումով իհարկե նման կարգի հանդիպումները շատ ավելի էլի սերտ եւ հաճախ պետք է լինեն։ Ավելի մանրամասներ չեմ կարող մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել իր այցելության։ Բացի այն ինչ որ հրապարակվել է։ Բայց կա ինչ որ մանրամասներ։ Դա եմ ասում էլի, չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Իսկ ոլորտներն էլ հայտնի չեն։ Ոլորտների մասին խոսք գնացել է, դա եւ դիվանագիտական, քաղաքական հարցեր են եւ խաղաղության խաչմերուկի մասներ խոսակցություն, այսինքն կոմունիկացիաների եւ անվտանգային հարցեր են քննարկվել, բավական լայն շրջանակ է քննարկվել։ Երբ որ նախարարը ասում է, որ փոխանցում եմ Հայաստանը պետք է Ֆրանսիան զինում է, սպառազինություն է տալիս, որ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը պաշտպանի եւ դա մեր հանրապետության նախագահի ցանկությունն է, հա, ինչպես է Ֆրանսիան բացի այդ սպառազինությունը տալուց քաղաքական մակարդակում ինչպես է աջակցելու Հայաստանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ պահպանելու հարցում։ Ցենք նրանից, որ միայն սպառազինությունների մատակարարումը չի, այնտեղ կա նաև վերապատրաստումների հարց, որը Ֆրանսիան իր վրա է վերցրել գոնե մասնակի, որովհետև գիտեք, որ մենակ զենք ունենալը քիչ է, զենքը կիրառելու հմտություններ են պետք, տակտիկա է պետք, նոր մարտի վարման նոր կանոններին տիրապետել է պետք եւ այլն, այդ ամբողջը նաև Ֆրանսիան է դրանով զբաղվում, հայկական զորքերի վերապատրաստումներով։ Մենք ունենք, գիտեք, պաշտպանության նախարարությունում Ֆրանսիայի ներկայացուցիչ, ոնց որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, խորհրդատուի կարգավիճակով, ովքեր որ փորձում են ներսում նաև ինչ որ աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։ Իհարկե, մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք եւ իրենք օգնում են մեր կարողությունները զարգացնել, հասնել այն մակարդակի, որ մենք կարողանանք մեզ պաշտպանել։ Այնպես որ դրանից ավել Ֆրանսիայից պահանջել մենք կարողանանք միայն երբ որ դաշինքի, ռազմական դաշինքի մեջ մտնենք այդ երկրի հետ կամ ՆԱՏՕ-ի մեջ մտնենք։ Դա հնարավոր չի ըստ էության, որովհետև Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ արտաքին քաղաքական ուղղության այսպես փոփոխություններ չեն նախատեսվում։ Դե արտաքին քաղաքականությունը արդեն ձևակերպված է որպես գիտեք, բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, որի շրջանակներում արդեն օրենք է ընդունվել Հայաստանի Եվրամիության անդամության գործընթացը սկսելու։ Այսինքն դրանից իշխանությունները չեն շեղվելու։ Ես այդպես եմ հասկանում, որ փոփոխություն չի լինելու, որտեղ փոփոխություն պետք է լինի նրանից ինչ պետք է չլինի տվյալ դեպքում նրանից ինչ որ արդեն ворթեգրված է։ Իսկ ворթեգրված է եվրոպական ինտեգրման քաղաքականությունը։ Չէ, բայց այնտեղ կա ՀԱՊ, ԳԱՏՄ, ԱՊՀ, դրանք ՀԱՊ չկա, ՀԱՊ-ը սառեցված է եւ որևէ ձևով չենք մասնակցում։ Իհարկե լավ կլինի օր առաջ դուրս գան ՀԱՊ-ից։ ԵԱՏՄ ամեն ինչ անում է Ռուսաստանը, որ չլինի, որտեղ հիմա էլ ոնց հասկանում եմ Վրաստանին է բզբզում, Վրաստանի իշխանություններին։ Ես այդպիսի տպավորություն ունեմ, փաստ չունեմ, բայց տպավորությունս տարբեր ինֆորմացիաներ համադրելով այն է, որ ուրեմն Վրաստանի իշխանություններին հենց Ռուսաստանն է խնդրել, որ խոչընդոտներ հարուցի հայկական ապրանքների, ընդ որում այնպիսի ապրանքների հանդեպ, որոնց Ռուսաստան չհասնել առանձնապես մեծ վնաս չի լինում Ռուսաստանին, հա։ Ինչի է Ռուսաստանը Վրաստանին օգտագործում որպես պրոքսի գործիք տվյալ դեպքում Վրաստանի իշխանություններին, որտեղ մի անգամ արդեն ինքը փորձել է ինքը անմիջականորեն լարսը փակել
23 թվականի դեկտեմբերի մասին է խոսքը, երբ որ փակեցին, մեկ օր հետո Հայաստանից կառավարությունից զանգեցին Մոսկվա եւ ասացին, որ եթե չի բացվելու անմիջապես չի բացվելու Լարսը, Հայաստանի համար ԵԱՏՄ-ի մնալու նպատակահարմարությունը վերանում է։ Բնականաբար, եթե առևտուր չենք անում Ռուսաստանի հետ, էլ ԵԱՏՄ-ն ինչն է պետք։ Եվ դուրս կգանք ԵԱՏՄ-ից, եթե չբացվի, ու մի օրից բացեցին։ Այսինքն Այսինքն Երևանից այդպիսի զանգ է եղել Մոսկվա, որ մենք ԵԱՏՄ-ի ես դրա մասին մի անգամ չեմ ասել, Նարեկ ջան, երևի չեք լսում, իմ հարցազրույցները չեք լսում, դրա համար էլ միտեղ գոնե կհանդիպեք։ Ես ճիշտ մի քանի տեղերում դեպք դրա չեք մասին ասել եմ։ ասում, Հա? կամ էլ ճիշտ տեղերում չեք հայտարարում։ Ձեր մոտ չեմ հիշում հայտարարել եմ թե չէ, բայց ամենայն դեպս այդ հստակ ինֆորմացիա է, որ հա ներքին կարգով ես տնօրինում եմ իմ խողովակներով փոխանցված ինֆորմացիա է, բայց ստույգ է։ Եվ դրանից հետո որևէ այդպիսի փորձ, բացի ինչ որ շատ սպորադիկ սեգմենտար, ինչ որ կոնկրետ ապրանքատեսակի վերաբերող, որը ի դեպ հիմքեր ունեցել են, նույն օրինակ կոնյակի սպիրտի հետ կապված, որը որ դրական հետևանք է ունեցել Հայաստանի կոնյակ արտադրողները, նրանք ովքեր որ խախտում են տարական կանոնները, խոսքը օրինակ Արարատի գործանի մասին չէ, որը որ միշտ պահպանել է, հա, այդ Պեռնոռիկարին պատկանող Արարատը նկատի ունեմ, միշտ պահպանել է ստանդարտները եւ հայկական կոնյակում օգտագործել է հայկական խաղողի սպիրտ, որից օգտվել են Հայաստանի խաղաղագործները։ Իսկ շատ այլ կոնյակի գործարաններ ինչ էին անում, Իրանից սովորական սպիրտ էին առնում, ոչ խաղողի եւ առավել եւս ոչ հայկական խաղողի, այդ սպիրտը բռնում խառնում են տարբեր նյութերով եւ այլն, հա, կոնյակ են դրանով պատրաստում։ Թեկուզ եւ այդ կաղնե տակառների մեջ պահելով, հա, հնեցնելով եւ այլն, բայց կապ չունի։ Այդ արդեն հայկական կոնյակ չի լինում եւ ցանկացած ստուգում դա ցույց է տալիս, որ կեղծված է այդ կոնյակը, հա։ Ռուսները դրա վրա միշտ աչք են փակել, բայց անցած տարի այդ հարցը բարձրացրեցին եւ արգելափակեցին եւ դա շատ լավ եղավ։ Դրանից հետո սկսեցին արդեն անցած տարի թե նախանցած կարող սխալվեմ, բայց դրանից հետո արդեն հայկական բոլոր կոնյակագործները ստիպված սկսեցին հայկական խաղող առնել եւ դրանից արդեն պատրաստել հայկական իրական կոնյակ, հա, հնեցնել հայկական սպիրտից, հայկական խաղողից ստացած սպիրտից։ Դրանից շահեց եւ Հայաստանի գյուղատնտեսությունը, եւ հայ արտադրողները, խաղաղ արտադրողները, եւ որակը, եւ հեղինակությունը հայկական կոնյակի։ Ամեն ինչ շատ լավ է, երբ որ կանոններին հետևում ես։ Բայց ընդհանրապես դա է եղել։ Ուզում ասեմ, այդ կարգի խնդիրներ են մենակ փորձել առաջ բերել Ռուսաստանից։ Իսկ հիմա օրինակ ոչ մի խախտում չկա այն կոնյակները, որ Վրաստանում կանգնեցել են եւ չեն թողնում, այնտեղ ուղղակի արհեստական ձգձգում են, որովհետեւ ինչ նշանակում մի ամբողջ ամիս փորձանմուշներ են հավաքել եւ փորձակնություն են անցկացնում։ Բացի դրանից, միայն կոնյակներին չէ, ես արդեն հիմա լուրեր ունեմ, որ այլ ապրանքներ են ստուգումների ենթարկում, ու էլի այտենց երկար սպասացնում են։ Օրինակ կահույք։ Կզարմանաք, բայց կահույքի ինչն են ստուգում, ինչն են փորձակնություն անցկացնում։ Դա ակնհայտ է, որ ուղղակի Հայաստանից արտահանվող ապրանքները ուրեմն Ռուսաստան հասնելը խոչընդոտելն է։ Եվ այդ առումով ես էլ իմ համեստ ուրեմն հնարավորություններով մեր միջազգային բոլոր գործընկերներին պատրաստում եմ նամակ գրել, տեղեկացնել Վրաստանի իշխանությունների ծառայամիտ քաղաքականության մասին, որոնք իրենք կատարում են Ռուսաստանի հրահանգները։ Եվ մյուս կողմից ես կարծում եմ, որ սա նաև խրատ կլինի շատ հայ բիզնեսմենների, որ Ռուսաստանի հետ առևտուրը միշտ խնդիրներ է ունենալու։ Գտեք այլ ուղիներ, այլ շուկաներ։ Ինչ վերաբերում է նրան, որ կարող են ասեն, դե Վրաստանը նույն հաջողությամբ Եվրոպա գնացող բեռները կարող է արգելափակել, ոչ, չի արգելափակում։ Ամենայն դեպս մենք հիմա տեսնում ենք 1, երկրորդը, եթե Հայաստանը մտնի նույն մաքսային գոտի, ինչ որ Վրաստանն է, հələ Վրաստանի իշխանությունները քանի գլխանի պետք է դառնան, որ հանգարց նույն մաքսային գոտում փորձեն Հայաստանի ապրանքներ անել, խոչընդոտներ հարուցեն։ Դա բացառվում է։ Այսպեսով թե այնպեսով, այսպես թե այնպես մենք պետք է ուրեմն նույն մաքսային գոտում հայտնվենք, ինչ որ Վրաստանը, նաև ինչ որ Թուրքիան, որ նաև այդ սահմանների հարցը վերանա։ Այդ առումով ինչքան շուտ մենք այդ դժվար անցումը իրականացնենք ԵԱՏՄ-ից դեպի եվրոպական շուկա, այնքան ավելի կայուն գոնե մենք մեր առևտուրը կիմանանք ում հետ ոնց ինչքանով պետք է անենք։ Միտեղ մի քիչ թանկ կարող է լինի, միտեղ մի քիչ էժան, բայց նաև դա խթան կլինի որակը ապրանքների բարելավելու, բարձրացնելու ուղղությամբ։
Պարոն Խոշտության, Սյունիքը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո։ Գորիսում պատրաստվում է Ֆրանսիան հյուպատոսարան բացել, Ռուսաստանից հայտարարում են Մարիա Զախարովան, որ կապանում են հյուպատոսարան բացելու։ Սա ինչ ազդեցություն է ունենալու։ Նարեկ ջան, Ռուսաստանից ինչքան ժամանակ է արդեն հայտարարում են, որ Կապանում հյուպատոսան են բացելու։ Մոտ Հիշում 3 եք, տարի, մոտ 3 տարի, եթե չեմ սխալվում։ բացվել է մինչև հիմա։ Ակտիվացել են խոսակցությունները։ Շատ պարբերաբեր ակտիվանում են։ Ինչն է ձեր կարծիքով պատճառը, որ այդպես հայտարարում են, բայց այդպես էլ չեն բացում։ Ինչու՞։ Ես մենակ մի բացատրություն ունեմ։ Այն որ Հայաստանի իշխանությունները կամ ուղիղ ասում են չէ, կամ էլ MC ձգձգումներ, խոչընդոտներ են ստեղծում, որ չբացվի։ Եվ դրա համար չի բացվում։ Դրանց ավել էլ ինչ։ Դրա համար եմ ասում, կարևորը քայլերն են, իրական քայլերը։ Կարևորը որ այդպիսի բաներ թույլ չտրվի Ռուսաստանին, հա? Իսկ թե ինչ են ընդեղից հայտարարում, թե ինչ հույսեր են ստեղից տալիս եւ ինչ են անում, իմ համար երկրորդային է։ Եթե նույնիսկ ուղիղ չեն ասում, չէ, չեք բացելու, բայց համենայն դեպս հայ էլ չեն ասում, թող իրենք ռուսները իրենց համար ինչքան ուզում են հույսերով ապրեն, որ Կապանում հյուպատոսան են ունենալու։ Ես կարծում եմ չեն ունենալու։ Ասել են առաջիկա ամիսների ընթացքում լինելու է, կարճ ժամանակում լինելու է։ Դե ես էլ ձեզ ասում եմ, որ չի լինելու։ Մերժել Հիմա է տեսնենք Երևանը։ իմ կարծիքը հիմնավոր է, թե չէ, մի քանի ամսից կտեսնենք։ Մերժել է Երևանը, այսինքն։ Չէ, ես տպավորություն ունեմ, որ այդ նոր process չէ, 3 ամյա այդ ձգձգումներ, մերժումներ եւ չգիտեմ, ուղիղ մերժել են, թե խոչընդոտում են, թե հույս են տալիս, բայց չեն բացում, իմ համար փաստ է, որ չեն բացում։ Եթե 3 տարի տևել է դա, ուրեմն այդ մի քանի ամիսներ է տևելու։ Այդ իմ տրամաբանությունն է։ Տեսնենք, թե ինչքանով է այն ճիշտ։ Դե պատերազմ սկսվեց, Ռուսաստանի գլուխը խառներ, կարող է դրանով է պայմանավորված։ Իսկ հիմա չկա պատերազմ։ Խառը չի Ռուսաստանի գլուխ։ Ադապտացել են գուցե արդեն։ Չէ, ոչ մի բանի չեն ադապտացել, գնալով ավելի խելոքանում են, հակառակը։ Այնպիսի ծանր վիճակում են հիմա, որ գնալով ավելի խելոքանում են։ Ավելի համեստ եւ զուսպ են դարձել միայն Հայաստանի մասին չի խոսքը։ Ադրբեջան տեսեք ինչ օիններ է բերում գլխներին։ Քիչ է մնում թքի ուղիղ վրաները։ Մեկը ասում են անձրև է գալիս, խնդիր չկա, հարգելի պարոն Ալիև։ Թրամփ Եվ պետք է այս հնարավորությունից օգտվել, մաքսիմալ ինքնիշխանության էլեմենտներ ավելացնել, փոկել, որտեղ չգիտենք մի տարուց երկու տարուց ինչ կլինի։ Չնայած եվրոպացիներն ու արևմուտքը ընդհանրապես ոնց որ թե շատ կապիտալ են որոշումը կայացրել Ռուսաստանի ապագայի վերաբերել, այնպես որ այդ առումով ես նվազ մտահոգ եմ, քան 1-2 տարի առաջ էր։ ինչ կարող է լինել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը պետք է չեզոքացվի առնվազն։ Այդ որոշումը կայացված է։ Այդ որոշումը իրականացնելու համար Եվրոմիությունը հսկայական միջոցներ է հատկացնում։ Այդ 1 տրիլիոնից բացի հիմա էլ արդեն ավելի ստույգ 150 միլիարդ առաջին այդ փուլը արդեն հատկացումները արվել է ռազմական ձեռքբերումների եւ այլնի համար։ Հա, դրան համար տարիներ է պետք։ Տարիներ պետք չի։ Զենք արտադրելու համար տարիներ պետք չեն։ Զենքը անընդհատ հավերժ process է արտա 100 տարի էլ զենք կարող է արտադրել, բայց մեկ տարում էլ կարելի է մեծ ծավալի զենք արտադրել։ Այնպիսի գործարաններ կան հիմա Եվրամիությունում, որ ընդհանրապես հզորացման կարիք ունեն եւ ֆինանսավորման։ Առանձնապես բան Մարդկային ռեսուրսը, քանի որ Ամերիկան հանեց իր զորքերը, որտեղից։ Եվրոպայից կամ պատրաստվում է հանել։ Ոչ մի տեղից չի հանել, հա, պատրաստվում են, բաց չի ինչքան է տևելու, դեռ ոչ մի տենց բան կոնկրետ քայլեր չկա այդ ուղղությամբ։ Բայց նույնիսկ եթե հանի, էլի եմ ասում, Եվրոմիությունը հիմա կոնսոլիդանում է ինքնուրույն իր խնդիրները լուծելու համար, եւ դա մեր համար շատ լավ է, որտեվ առաջ եթե հույսը դրել են ամերիկացիների վրա, հիմա Ամերիկան կա ու կա, որտեվ Տրամպը այսօր եկուց է, ասենք 3 տարի ամենաշատը այնտեղ, 3-4 տարի, էլ չեմ ասում մյուս տարվա միջանկյալ ընտրությունները, եւ շատ բան փոխվելու է Միացյալ Նահանգներում, բայց միջև այդ Եվրոպան ինքը արդեն թող այնքան հզորանա, որ 2 հատ հզոր կենտրոն լինի արևմուտքում, ոչ թե 1։ Եվ Թրամփը հնարավոր է պատժամիջոցներ կիրառի, խստացնի Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցները, Սպիտակ տնից ստացված տեղեկությունը ամերիկյան լրատվամիջոցներն էին հրապարակել,
ոչ պաշտոնապես իհարկե, ինչ կարող է անել հա Վաշինգտոնը, որովհետև նշում են, որ Թրամփը դժգոհ է, այնինչ պատկերացնում էր ռուս-ուկրաինական իմաստով տեղի չի ունենում։ Գիտեք, Տրամպի հայտարարությունները այնքան փոփոխական են, որ ինչ որ հեռու գնացող հետևություններ անել, այդպես միանշանակ շատ դժվար է։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, որ Տրամպը նման հայտարարություններ անում է ճարահատյալ, որովհետև մեծ դժգոհություն կա Միացյալ Նահանգներում իր քաղաքականության հանդեպ, հատկապես Ուկրաինայի մասով։ Էլ չեմ ասում, եթե միջի այդ աչք էին փակում շատ բաների վրա, այդ թվում Ուկրաինայի, որտեղ թվում էր, թե ինքը ներքին տնտեսական եւ այդ էմիգրացիայի հետ կապված հարցերի, հա, ինքը կոշտ քաղաքականություն էր վարում, բայց հիմա մնացել է միայն էմիգրացիայի հարցերի իր այդ քաղաքականությունը, որտեղ տնտեսական հարցերում էլ ինքը տանուլ է տալիս, այս տարիֆների քաղաքականությունը բերում է նրան, որ կտրուկ վատանում է իրավիճակը սպառողական շուկայում Միացյալ Նահանգներում եւ տնային տնտեսությունների եկամուտները կտրուկ նվազում են, որտեղ ծախսերը մեծանում են, եւ այս ամեն ինչը բերում է նրան, որ ընդհանուր վստահությունն է նվազում Տրամպի հանդեպ, իսկ դա բերում է նաեւ, որ այլ հարցերում էլ սկսում են հարցականի տակ դնել իր քաղաքականությունը, տվյալ դեպքում Ուկրաինայի հարցում։ Եվ դա ստիպում է իրեն ավելի այսպես կտրուկ քայլեր անել, գոնե հայտարարություններ, եթե ոչ քայլեր Ռուսաստանի հանդեպ։ Բայց այստեղ մի բայց կա։ Այսօր մի բան է ասում, վաղը կարող է այլ բան ասի։ Եվ ընդհանրապես ռետորաբանությունը իրենց մոտ ընդհանրապես ոչ միայն Տրամպի, այլ նաև թիմում դարձել է մի տեսակ քաղաքականությունը փոխարինող մի ինչ-որ երևույթ, իրական քաղաքականությունը։ Նույն օրինակ Մայք Ռուբիոյի վերջին հայտարարությունը։ Իրեն ասում են բանի հետ կապված, հա, Արցախի հետ կապված հիշեցնում են ինչ է տեղի ունեցել, Հայաստանի անվտանգության հարցն են բարձրացնում, սենատորների հետ քննարկում նկատի ունեն։ Եվ ինքը մի տեսակ ձև է գտել արդարանալու համար, որ առանձնապես շատ բան հիմա չեն անում, ինքը ասում է, դե մենք հենա խաղաղության բանով աջակցում ենք եւ ըստ էության համարյա ուզում է ասի, որ մեր շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հարձակվում, դրանով մենք պաշտպանում ենք Հայաստանին։ Ու դա այնպեսի բան է առաջացնում Հայաստանում մտահոգություն, որ երևի Ռուբիոն մի բան գիտի, որ Ադրբեջանը ուզում է մեր վրա հարձակվի, ու իրանք դա կանխում են, այդպես բան չկա։ Ոչ մի բան էլ հիմա այդպեսի իրավիճակ չկա, ոչ էլ այդպեսի լարվածություն կա, ոչ էլ այդպեսի առիթ կա։ Ընդամենը Ռուբիոն այդ սենատորների բերանը փակելու համար ասում է դե ինչ եք ուզում, հենա պաշտպանում ենք էլի Հայաստանին, հայ հարձակվելու են ոչնչացնեն, մենք փրկեցինք։ Այդտենց դատարկախոսությունը ներողություն արտահայտության համար ամենայն հարգանքով կոնկրետ Ռուբիոյի հանդեպ, որպես բավականին հայանպաստ տրամադրություններ ունեցող մեկի, բայց ոնց որ թե վարակվել է Տրամպից, որը կարող է այսպես չեղած տեղը այնպեսի բաներ ասել, որ իր գործունեությունը այսպես ուռճացնի, ճոխացնի, չեղած վտանգներ բերի ու ասի, որ ես եմ չեզոքացրել այդ վտանգները։ Այդ այսպես բնավորություն է դարձել Տրամպի մոտ, ու հիմա արդեն այդ մեթոդաբանությունը սովորում են նաև իր շրջապատող բաները, պաշտոնյաները։ Դե բայց Ամերիկան ունի չէ հնարավորություն հետախուզական տվյալներ ստանալու, գուցե այդպիսի տվյալներ ունեն իրենց մոտ։ Հարգելիս, եթե այդպիսի գոնե մոտիկ ինչ-որ այդպիսի բան լիներ, միջև ամերիկյան հետախուզությանը ստանալը հաստատ մենք այստեղից կունենայինք դա։ Որտեղ միջև ամերիկյան հետախուզության հասնելը մենք փոքր երկիր ենք եւ ծանոթներ ունենք սահմանին, ծառայողներ, ընկերներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ եւ պաշտոնյաներ։ Եվ մի քանի ամիս առաջ, երբ որ տեղաշարժեր էր լինում ադրբեջանական զորքերի, մենք դրա մասին գիտենք։ Եվ երբեմն էլ, երբ որ պետք է զգուշացնում ենք, ասում ենք։ Հիմա այդպիսի բան չկա եւ մոտիկ չկա նաեւ մտադրությունների գոնե ինչ-որ այսպիսի կասկածներ, որ կարող է այդպիսի մտադրություններ ունի Ալիևը։ Լրիվ հակառակը։ Աշխարհակաղակական իրավիճակն էլ դրան չի նպաստում։ Եվ ուղղակի օթից խոսակցություն էր այդ Ռուբիոյի ասածը։ Ընդհանուր նկատի ուներ, որ ընդհանուր իրենք իհարկե աջակցում են Հայաստանի անվտանգությանը եւ այլն, բայց ինքը բերեց համարյա այնպես ներկայացրեց, կարծես թե ասես օր առաջ փրկեցին Հայաստանին, էլ ես բավականին անլուրջ մոտեցում է իհարկե դա, մարդկանց նաև նյարդերի վրա խաղալու բանը հաշվի չառնելով, հա, որովհետև այստեղ լիքը մարդ ես գիտեմ, շատ մտահոգ էին, ինձ կապվում էին, ասում են լսել ես ինչ է ասել Ռուբիոն եւ այլն։ Ես լսեցի մի անգամից կոնտեքստից հասկացա։ Ուղղակի բավականին սուր էսպես հարցեր էր հնչեցվում, իսկ այդ ինչի համար էր ասվում, որ հարց են տալիս, ասում են այդ Ադրբեջանին
301 բանաձևներ, համարը արդեն չեմ հիշում էլի, որ արգելափակվում էր Ադրբեջանի ռազմական օգնություն տրամադրելը, գիտեք, ամեն անգամ նախագահ Ամերիկյան Միացյալ Նահանգների վետոյով հաղթահարում է դա եւ վաճառում էր, հետո այս վերջի տարիներին կարծես թե էլի չէր վաճառում, հիմա Տրամպին համոզում են, որ բան արեք ադրբեջանցիները, թուրքերը երևի, հա, որ այդ բանը հանեք, սահմանափակումը, բայց սենատորները ասում են հուսով ենք չեք հանելու, չէ, որտեվ էթնիկ զտում են արել Ադրբեջանը, խաղաղության չի գնում եւ այլն։ Հիմա ինքը որպեսի նաեւ տեղ, նույն ինքը ասած չենք քննարկել այդ հարցը, չի այդ ոչ հա ասած ոչ չէ, բայց համենայնդեպս իր ճկունությունը պահելու համար եւ այդ սենատորներին հակադարձելու համար, որ հենց չլինի, որ իրենք անգործության են մատնված եւ պես աչք փակեցին նաեւ էթնիկ զտման վրա եւ հետևանքների բան չեն, հետամուտ չեն լինում, մանավանդ անդադ խոսում են քրիստոնյաների մասին, չէ, իրանք աշխարհում է քրիստոնյաների շահերի պաշտպան են, եսի ինչ են, բայց այստեղ չգիտես ինչի պաշտպան չեն, ինքը որպեսի ցույց տա որ չէ, պաշտպան են, ասում է դե ինչ եք ուզում հենա մենք հայերին լավ էլ աջակցում ենք անվտանգային հարցերը հայերի մենք ենք լուծում, համարյա այդպեսի ինչ որ բին բան։ Պարոն Խուշուդյան, Գորիսում ֆրանսիական հյուպատոսարան բացելու հարցը բաց թողեցինք, դա ինչ է փոխելու Սյունիքում, ինչ առավելություններ է տալու։ Ես միշտ ասել եմ, որքան շատ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ լինի Հայաստանի մարզերում, Հայաստանի սահմաններին, լինի դա դիտորդական առաքելությունների ձևով, լինի դա հյուպատոսարանների ձևով, լինի դա տարրական դեսպանների այցելությունների ձևով, հիշում եք այն լարված սուր պահերին, երբ որ Ադրբեջանը կուտակումներ էր հավաքել սահմաններին, Միացյալ Նահանգները, Եվրոմիության դեսպանը իրար հերթ չտալով անդադ մեկնում են, այնտեղ գնում են սահմաններին, կանգնում են, նայում են եւ այլ այդ ներկայությունը արդեն ինքը զսպող հանգամանք է, ինքը ցույց է տալի, որ գետերությունը ներկա է եւ չի հանդուրժի համենայնդեպս կամ շատ բացասական վերաբերմունք կունենա, եթե հանգարտ Ադրբեջանը հանդգնի սուվերեն Հայաստանի տարածքների վրա հարձակվել։ Եվ ինչքան շատ այդպիսի ներկայություն, այնքան իհարկե մեր անվտանգությունից բխում է դա։ Հələ մի հատ այնտեղի բնակիչներին հարցեք, իրենք այդ անվտանգության լրացուցիչ բարձիկ զգում են, ավելի անվտանգություն զգում են այդպիսի ներկայությունից, թե չէ։ Ու կտեսնեք, որ իհարկե զգում են։ Հələ մի հատ էլ լավ կներ կապանուն բացեր, նույն Ֆրանսիան, կամ լավ մի հատ էլ Միացյալ Նահանգները կապանուն բացեր։ Մի հատ էլ Գերմանիան տավուշում բացեր։ Մի հատ էլ Մեծ Բրիտանիան Վարդենիսում բացեր։ Լավ չէր լինի, հրաշալի կլիներ։ Դուք ուզում եք, որ Ադրբեջանի հետ գործընկերային կապեր ունեցող Բրիտանիան Հայաստանում լրացուցիչ դիվանագիտական կետ բացի։ Բրիտանիան թիվ 1 շահագրգիռներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանով, Ադրբեջանով Միջին Ասիայի էներգակիրների տարանցման հարցում։ Մեր շահերը Բրիտանիայի հետ համընկնում են։ Եվ այդ Բրիտանիային որպես Ադրբեջանի հովանավորի իբր թե, հա, Բրիտանիայի վրա շահ անելու հիմնական մասնագիտացումը դա Լավրովի եւ ռուսական մասնագիտացում է, որոնք որ նույնիսկ այսպիսի բան էին տարածում, թե իբր 44 օրյա պատերազմի ժամանակ Բրիտանիան է վետո դրել բանաձևի ընդունման վրա, որ հետո պարզվում է, որ դա սուտ է, որ Չինաստանն է վետոն դրել, ընդ որում Ռուսաստանի խնդրանքով։ Բա British Petroleum-ը, պարոն Խուրշիդյան։ Ինչ British Petroleum-ը իր բիզնեսն է արել եւ կեղեքել է Ադրբեջանը։ Սկզբից մինչև 2008 թիվը, եթե չեմ սխալվում, 70%-ներն ու մենակ British Petroleum-ը չէր, կոնսորցիումը։ Հա, այդ ամբողջ կոնսորցիումը Բաքու Ջեյհանի 70%-ներ նավթի այդ վաճառքից ստացած գումարների վերցնում իրեն, հետո Ալիևի պահանջով դարձավ 50%-ը։ Բայց պատկերացրեք, թե ինչ գումարներ կտիրապետեր Ադրբեջանը, եթե ավելի քիչ տոկոսներ վերցներ British Petroleum-ը եւ մնացած ուրեմն ընկերությունները Ադրբեջանից։ Բիզնես է անում, իդեպ հիմա էլ գնալով նվազեցնում է իր մասնաբաժինն էլ եւ արդյունահանումն էլ ադրբեջանական նավթահորից, որտեղ արդեն ծավալները նվազում են, սպառումն էլ գիտեք նվազում է, արդեն համաշխարհային շուկայում նավթի սպառումը, գները եւ այլն իջնում են եւ Ադրբեջանը նավթային եկամուտները արդեն պաշտոնական տվյալներով գնալով նվազում է։ Շնորհակալություն, պարոն Խուրշիդյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։